Մարջան մի հատ տորթից էլ փորձի։ Չէ, ջան, ապրե շատ չեմ ուզում։ Մոր իրոք շատ համովա փորձի։ Շուշի, երեկը քիչ էր հիմա էլ դու։ Արս եթե չօգտվեցիր, ես էլ եմ միանալու իրանց։ Չէ, երեխեք, այս արդեն բռնություն է։ Բռնություն չի։ Ուղղակի ուզում եմ, որ դու այս տանը զգաս ինչպես ձեր տանը։ Այս տունը նաև քո տունն է։ Երիկ ջան, այս տունը սկի քո տունը չի, որ մնաց Մարիինը լինի։ Եթե չես մոռացել, այս տունը մեր համար պապիկը տա առել։ Ինչեր ես խոսում, մամ։ Այս ինձ թվում է ճիշտ կլինի, որ ես գնամ։ Շատ ճիշտ կանես։ Ներկապահին գնալու ամենաճիշտ որոշումը կլինի։ Մարին ոչ մի տեղ էլ չի գնա։ Մարին կմնա այս տանը այնքան, ինչքան որ ինքը կցանկանա։ Մարին այս տանը սպասված հյուր է։ Ավել ճիշտ հյուր չի։ Այս տունը իրանն էլ է, ու լավ կլինի, որ այդ ամեն ինչը շուտ գիտակցես։ Ո՞նց ես խոսում մորդ հետ։ Եթե չես ուզում հետդ սենց խոսամ, մյուս անգամ Մարին այդ վերաբերմունքը ցույց չտաս։ Երիկ, ինչեր ես խոսում։ Ես իրան ասեցի այն, ինչ որ պիտի ասեի։ Հերս իրականում այս ամեն ինչի շուրջ ես մամայդ հետ խոսել եմ ժամանակին, բայց ոնց տեսնում ես, ոչինչ չի փոխվել։ Ես միշտ կողքդ եմ լինելու։ Դու իմ քուրիկն ես, ու ինչի իմն է, այդքան էլ քոնն է։ Ու պիտի մաման էլ այդքանը հասկանա։ Ուղղակի սխալ էր մեր այստեղ հավաքվել, Երիկ։ Սխալ չի։ Էլի եմ կրկնում, դու իմ քուրիկն ես։ Ու ինչ է իմն է, նույնն է քոնն է։ Միշտ հետդ եմ, այդ լավ հիշի։ Մի րոպե, աղջիկ ջան։ Այսօր դու ինչ գործ ունես դպրոցում, մարդ չկա։ Քերի Թորոս, բան եմ մոռացել դասարանում, արա գնամ վերցնեմ ու հետ գամ։ Էդ ինչ ես մոռացել, որ այս ժամին չես ալարել դպրոց ես ասել։ Ականջակալներս։ Խեղճ աղջիկ, ինչ կներ, մի օր էլ առանց ականջակալի մնա էլի։ Գիրք որ մոռանայր չէիր գա, չէ։ Համել կուրախանայր, դասատուն դաս կհարցներ, կասեր գիրքս թողել եմ դասարանում, դասի չեմ սովորել։ Չէ, Թորոս քերի ջան, ես տենց չեմ։ Հաստատ որ գիրքս էլ մոռացած լինեի, հետ էի գալու։ Դու ասեցիր, Թորոսն էլ քո միամիտն էր հավատաց։ Ես ճիշտ եմ ասում, Թորոս քերի ջան։ Իսկ հիմա կարամ գնամ։ Վայ գնա, թե չէ մի ժամ չես դիմանա, կմեռնես առանց ականջակալ։ Գնա։ Մերսի Թորոս քերի։ Մի վարքյան չի տևի, հեսա արագ հետ եմ գալիս։ Ես ինչ երեխեք են, ես ինչ սերունդը մեծանում, առանց հեռախոս, առանց ականջակալ չեն կարողանում մի ժամից ավել։ Այն տարիքին որ հասակ, կոյրը խոլ եք լինելու։
Ես։ Ինչ ես անում, ում ես, ինչ ճամպրուկ է։ Մեր ճամպրուկն է, մեր իրերն եմ դասավորում Խոխաջան։ Բայց ինչի համար։ Որ քինանք Վարանեշ, Մորքուրի մոտ։ Ոնց գնանք Վարանեշ։ Հա, արդեն տոմսերն առել եմ։ Ման, բայց ինձ հարցրել ես, ես ուզում եմ գամ, թե չէ։ Ինչի պիտի հարցնեի, ուզում ես գաս թե չէ։ Գալիս ես ու վերջ, որտեղ ես, ընդեղ դու։ Կներես, մամ ջան, բայց ես ոչինտեղ չեմ գալիս։ Դու գիտես, որ տենց բան չի կարա լինի։ Ոնց ասեցի ու դրա համար էլ դու ոչինտեղ չես գնա։ Շուշի, ասում եմ տոմսերն առել եմ։ Հա, մամ, հետ կտաս, որովհետև ես Հայաստանից դուրս չեմ գա։ Խոխաջան, մենք չենք քինում այնտեղ հիմնական ապրելու։ Քինում ենք աշխատենք, ոտքի կանգնենք, հետո հետ կգանք Հայաստան։ Դու չես հասկանում, որ ստի աշխատավարձ ինձ չի հերիքում։ Մեզ չի հերիքում։ Մամ, այդ նրանից է, որ մինչև հիմա դու մենակ ես աշխատել, բայց հիմա ես էլ եմ աշխատում։ Միասին կաշխատենք, ամեն ինչ կկարգավորվի։ Ու եթե պետք լինի, ես երկու տեղ կաշխատեմ, բայց Հայաստանից դուրս չեմ գա։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Կներես մամ, բայց ուրիշ տարբերակ չկա։ Հա, մամ, լուրջ եմ ասում ու չփորձես ինձ համոզես։ Ես արդեն ասացի ոչինտեղ դուրս չեմ գա Հայաստանից։ Այս թեստերը։ Ես գիտեի, որ պատասխաններն էլա լինելու։ Շուշի ջան, ես ինչ ես խոսում։ Ոնց կլինի ես քինամ առանց քեզ։ Մամ, ես ոչինտեղ չեմ գա, ես չեմ կարա թողնեմ իմ ընկերներին, իմ հայրենիքը, հատկապես որ Էրիկա արդեն ստեղ է։ Ինչա թե Էրիկն եկել, հա։ Դու ինձ հիմա պիտի փաստի առաջ կանգնացնես։ Մամ, դու ես ինձ փաստի առաջ կանգնացրել։ Գալիս եմ տուն, ասում եմ, ես ինչ ճամպրուկա, ասում ես գնում ենք Վարանեշ։ Ու այնքան հանգիստ ես ասում, ոնց որ 2 օրով գնում ենք գյուղ ու հետ գանք։ Շուշի ջան, Խոխաջան, մենք հիմնական չենք քինում։ Քինում ենք աշխատենք ու հետ գանք։ Չես հասկանում, որ աշխատավարձը ինձ չի հերիքում, մեզ երկուսից չի հերիքում։ Մամ, ասեցի չէ ու վերջ, ես տեղից ոչինտեղ դուրս չեմ գա։ Իսկ եթե դու վերջնական որոշել ես, որ պետքա գնաս, դու գնա։ Շուշի ջան, ես այնքան բան եմ կորցրել։ Իմ հողն եմ կորցրել, իմ ընտանիքը, իմ տոնը, ամեն ինչ։ Հիմա էլ ասում ես, որ քեզ կորցնեմ, չի կարա լինի։ Մամ, ես էլ ավելացնելու բան չունեմ։ Շուշի ջան, Խոխաջան, դու այն տարիքում չես, որ ես քեզ մենակ թողնեմ։ Մեծ է լինես, էլի մենակ չեմ թողնի, չես հասկանում, որտեղ դու, այնտեղ ես։ Մամ, դու կամ մենակ ես գնալու, կամ չես գնալու։ Շուշի ջան, չես հասկանում, այդ աշխատավարձը ինձ պետք է, քեզ էլ է պետք, երկուսիս պետք է։ Չէ, մամ ջան, ես ուզում եմ իմ հայրենիքում մնամ։ Ու խնդրում եմ արի այս թեման փակենք։ Եթե շարունակենք, հաստատ վիճելու ենք իրար հետ, իսկ ես քո հետ չեմ ուզում վիճեմ։
Մամ, ինձ պետք է, որ ես իմ հայրենիքում մնամ։ Ու խնդրում եմ քեզ, որ ընդունես իմ որոշումը։ Այս իմ համար շատ կարևոր է։ Ու ես չեմ կարա թողնեմ իմ հայրենիքը։ Մամ, ես մի անգամ հայրենիք եմ կորցրել։ Ու երկրորդ անգամ չեմ կարա կորցնեմ։ Քեզ ինչ է թվում, ես ուզում եմ քինամ Ստեան, բայց ճար չկա։ Մամ, բայց դու ինձ տենց էլ չասեցիր, թե ոնց է ստացվել, որ դու ինձ մենակ ես մեծացրել, որ Կարոն թողել մեզ գնացել է, ո՞րն է եղել իր գնալու պատճառը։ Մամ, ես չեմ ուզում դու ինձնից էլի գաղտնիքներ ունենաս։ Ես ոչ մի գաղտնիք քեզնից չունեմ ու երբեք չեմ ունեցել։ Դե ուրեմն պատմի ինձ, ո՞նց է եղել։ Առանձնապես պատմելու բան չկա։ Ուղղակի հիշիր, որ մեր իրարից բաժանվելու որոշման հետ դու ընդհանրապես կապ չունես։ Մամ, ախր այս ամբողջ պատմությունը իմ մասին է։ Ու ինձ ոչ մի բան չեք ասում, ես իրավունք ունեմ, չէ՞ իմանալու։ Միակ ճշմարտությունն այն է, որ դու ոչ մի կապ չունես այդ ամեն ինչի հետ։ Կարող նույնիսկ չէ իմացել քո գոյության մասին։ Ուզում ես ասես, որ եթե իմանար չէր գնա։ Չգիտեմ։ Ես նրա փոխարեն ոչինչ չեմ կարող պատասխանել։ Ամեն ինչ ես մտածում, որ նա է հեռացել։ Գուցե ես եմ նրան թողել։ Մամ, ես մտածում եմ, որ սիրած մարդուց բաժանվելու համար լուրջ պատճառ է պետք։ Իսկ ես վստահ եմ, որ դու իրեն սիրել ես, որովհետև այլ դեպքում քո կյանք իրեն չէր թողնի։ Ճիշտ ես։ Բայց խնդրում եմ, արի հիմա դրա մասին չխոսենք։ Հիմա չեմ ուզում պատճառները քննարկել։ Մամ, բայց մի օր պետք է, չէ՞, որ իմանամ։ Մի օր անպայման կիմանաս։ Բայց հիմա չէ։ Հիմա խնդրում եմ, դրա մասին մի մտածիր։ Դու էլի չես ուզում իմ հետ անկեղծ լինել։ Ես միշտ եմ քեզ հետ անկեղծ։ Ուղղակի հիմա ճիշտ չեմ համարում այս ամենից խոսելը։ Արի սպասենք։ Թող Կարոն ապաքինվի։ Դուրս գա հիվանդանոցից։ Այդ ընթացքում վստահ եմ, որ ձեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։ Ու գուցե հենց դա քո բոլոր հարցերի պատասխանները տա։ Մամ, բայց ինչի՞ ես մտածում, որ ես ու Կարոն մտերմանալու ենք։ Որովհետև նա քո հայրն է։ Ու ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի։ Էրիկն էլ է տենց ասում։ Հիմա ուղղակի վայելիր եղբորդ ներկայությունը։ Ու աղոթիր, որ հայրդ շուտ ապաքինվի ու նաև հորդ ներկայությունը հասցնես վայելել։ Լրացնես այս տարիների բացը, որի պատճառով այդքան տանջվել ես։ Ու չնայած բոլոր թերություններին Կարոն լավ հայր է ու քեզ համար էլ լավ հայր կլինի։ Արդեն վստահ եմ դրանում։ Մամ, դու այնքան բարի ես, այնքան մեծ սիրտ ունես։ Չգիտեմ անցյալում ինչ ա եղել, բայց եթե հիմա դու բոլորին սեր բաժանես, հաստատ չի վերջանա։ Մյուս անգամ որ գաս իմ հետ հանդիպման, աշխատի չուշանաս, չեմ սիրում sense բաներ։ 5 րոպե բան եմ ուշացել։ Բայց ես այդ 5 րոպեվա մեջ լիքը կարևոր գործեր առաջ կգցեի։ Կներես էլ չեմ ուշանա։ Այս թեստերի պատասխաններն են, փաստորեն ստացվել է։ Ինչի կասկածում էիր։ Չէ, դե ուղղակի հավատս չի գալիս, որ հենց հիմա թեստերի պատասխանները իմ ձեռքում են։ Այսինքն մտածել ես ոնց պիտի անես, որ այս թեստերի պատասխանները հայտնվեն Մարիի պայուսակում։
Դե հա, մոտավորապես գիտեմ ինչը ոնց եմ կազմակերպելու։ Ուզում ես ասա ես էլ իմանամ, հնարավոր է մի լավ խորհուրդ էլ ես տամ։ Նայ, այսօր առաջին ժամը մեր մոտ ֆիզկուլտ է։ Երեխեքը, որ իջնում են դահլիճ, հիմնականում պայուսակները թողնում են դասարանում։ Ու ես պետքա հարմար պահը գտնեմ, որ անելիքս անեմ։ Իսկ եթե երեխաները իրենց պայուսակները տանեն հանդերձարան, Նույն բանը, ուղղակի դահլիճում։ Երկու դեպքում էլ այս թեստերի պատասխանները կլինեն Մարիի պայուսակի մեջ, իսկ մյուսն էլ Միշոյի։ Բայց ամենակարևորը այն է այդո, որ հանկարծ չբռնվեմ։ այդ շատ կարևոր է։ 1000 անգամ շուրջդ կնայես, որ ոչ մեկ քեզ չի տեսնում, նոր քո գործը կանես։ Հա։ Էդո, կարամ մի բան հարցնեմ։ Հարցրու։ Ոնց իմացար, որ թեստերի պատասխանները դպրոցում են։ Ախր շատ խելացին ես, է։ Դպրոցում լավ եմ սովորել, դրա արդյունքն է։ Լավ էլի կատակ մի արա, ես լուրջ բան եմ հարցնում։ Ռեբեկա, անկապ հարցեր տալու փոխարեն, ավելի լավ է կենտրոնացել գործիդ վրա, որ բռաբար չտաս։ Եղավ։ Ամեն ինչ ոնց ասել ես, տենց էլ կանեմ։ Դե այդ թուղթը ծալի, որ ոչ մեկ չտեսնի, ես գնացի։ Հենց գործը գլուխ բերես կզանգես ինձ։ Լավ։ Բարի երեխեք ջան։ Բարի։ Բարև։ Չով, այդ նոր կենթանի ես վերցրել քնամքի տակ։ Հա, ձուկոին ես նա։ Ձուկոյի։ Հո։ Ես չգիտեի, որ ձկները վս կապում։ Չէ, ինքը չի կապում։ Ինքը պոչով խփում է ու էսի հաջողությամբ է լցվում։ Լավ էլի չոփ, մեկ-մեկ նենց բաներ կասես, ու քեզ էլ թվում է մենք էլ հավատում ենք, էլի։ Ախպեր ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, որ գնահատականը բոլորիցդ բարձր ստանամ, այդ ժամանակ կխոսենք։ Չոբ ձուկոյին չես բերել, բայց վսկապը հետդ ման ես տալիս։ Գոնե բերեիր կարոտներս առնեինք։ Ես էլ երբեք չեմ բերի։ Ձեր վերջին արածը լրիվ հերիք էր։ Տանջել էիք ձուկոյից։ Բա մեղք չի։ Ես հո իր թշնամին չեմ։ Անակնկալ ուզեք ընկերներ։ Դու էլ կապի կերակրամանն ես բերել։ Իշկահատու։ Չոբը կիմանա։ Մենք իրական անակնկալի մասին ենք խոսում։ Էրոն ա եկել։ Հա, Էրոն ա եկել, բա ինչ արել։ Լավ ես։ Լավ։ Ով կմտածեր, որ ես էլ քեզ կարոտած կլինեմ։ Աստորեն մեկ-մեկ լինում է տենց բաներ։ Էրես Նարեն իմ հորաքրոջ աղջիկն է, արդեն մեր դասարանցին էլ է։ Նարս ինքն Էրոնը իմ ընկերն է։ Հաճելի է Նարե ջան։ Բարի գալուստ։ Մերսի շատ։ Էրջան կարող է այսօր այդ մեզ դասի նստես։ Չէ, չոք ջան, այսօր շատ կարևոր գործեր ունեմ։ Պիտի գնամ անպայման, բայց հետո խոստանում եմ անպայման կհանդիպենք։ Ուղղակի ասացի, քանի դեռ դասը չի սկսել, գամ ձեզ տեսնեմ, համ էլ մեր նոր եկած աշակերտների հետ ծանոթանամ։ Հիմա ինչ քեզ թողանք ստեղ գրենք Discord մենք։ Հա, հանգիստ գնացեք։ Ես դեռ տնօրենին պիտի տեսնեմ։ Դες գոչ կլինես չնվաղի անգամ։ Էրիկը մեծ փորձ ունի սրտից թույլ մարդկանց հետ շփվելու։ Հա, նորմալ է։ Եկա ձեզ տեսա, բայց ոնց որ Ռեբեկան այստեղ չի, հա։ Դե երևի միանգամից ֆիզկուտ է գնացել։ Դե հա, իր մոտ արդեն սովորություն ա դարձել մեզ հակառակ բաներ անելը։ Դե լավ, եկեք գնանք, հաջորդ ժամը թեմատիկ ենք գնելու, որ ճուշանանք։ Գնաց։ Լավ ես ընկերս, ամենքով է։ Լավ դու ասես։ Չկար նույնն է, էլի ուղղակի դուք եք բարդ։
Աշուն, դու զանգեցիր, ես քո ձայնից հասկացա, որ ինչ-որ բան են չի։ Ոչ մի բան էլ են չի։ Ինչա պատահել։ Էլի մայր ու աղջիկ վիճել եք, հա։ Դե նման մի բան էլի։ Կոզես քաղցր հյութ բերեմ։ Չէ, թող մնա հետո։ Դու ավելի լավ այնց ասա, այդ ինչ ա եղել, որ վիճել եք։ Դե լսի Իդա ջան, Բարանեժի հարցով է, հրաժարվում ա որ քինանք։ Ես այդքան բան եմ բացատրում, մեջիցս տրակվում եմ, ճղվում եմ, չէ որ չէ, ես քեզ հետ չեմ գալիս։ Ապրի Շուշի։ Իդե այդ ինչ ես խոսում, ո՞ս թե ապրի Շուշին։ Հա, ու Շուշին էլի ապրի, դա չի հարցը։ Բայց ես ճղվում եմ, տրակվում եմ, չգիտեմ ոնց համոզեմ, դու ասում ես ապրի Շուշին։ Հա, բայց ինչ ա եղել դարդես անում, չի ուզում հետդ գա։ Մի տար։ Իդա ջան, ախր ես ոնց կարամ առանց Շուշիի քինամ։ Լսին, դու երկու տարբերակ ունես։ Կամ հրաժարվում ես քո որոշումից, կամ մենակ ես մեկնում։ Ես առանց Շուշիի ոչ միտեղ չեմ քինա։ Ես այդ խոխին բացատրեցի, որ մորաքույրը բացատրել է, գործը շատ լավն է, աշխատավարձը ընտիր, քինանք աշխատենք ու հետ գանք, չէ։ Շուշին էլ չի ուզում քեզ հետ գալ։ Բա ինչ անենք։ Մի խորհուրդ տուր էլի։ Ասեմ, եթե որոշել ես գնա, գնա։ Շուշին էլ մեր տանը կմնա։ Դենց ոնց։ Հա, ինչ կլինի։ Շուշին Մարիից պես կպահենք, կփայփայենք։ Համ Շուշիի համար լավ կլինի, համ էլ քո սիրտը հանգիստ կլինի, որ երեխեն ապահով ձեռքերում է։ Դու ուրիշ տարբերակ չունես։ Այն քերլի թորոս, իմ գնալուց հետո հետդ գռազ-մռազ եկող կա, թե չոր աշխատավարձի հույսին ես։ Ցավ տանել։ Քո գնալուց հետո ամեն ինչ չորացել է։ Ոչ գրազ կա, ոչ էլ պրեմիա։ Դու են ասա, այդ Ամերիկայում կյանքը ոնց է, լավ են ապրում մարդիկ։ Դե ոնց ասեմ, աշխատում են, ապրում են, էլի քերլի թորոս։ Դուրդ գալիս է, այնտեղ կապրեիր։ Չէ, ապրի, բայց վատ երկիր չի քերլի թորոս։ Հա, ասա քեզնից էլ ձեր քաշենք։ Այդ ինչի որ։ Դե որ հավանել ես, ուրեմն կմնաս այնտեղ էլ կապրես։ Չէ, քերլի թորոս։ Արտասահմանում ապրել իմ պլանների մեջ չի մտնում։ Չէ, հա։ Հա, բա ոնց։ Ոնց կարում ես իմ սիրուն ու լավ Հայաստանը թողեմ, գնամ արտասահմանում ապրեմ։ Կարամ գնամ ընդ աշխատեմ, սովորեմ, ինչ-որ գործեր անեմ, բայց վերջում գալու եմ մեկա իմ Հայաստանը քերլի թորոս։ Ապրես, քեֆս վերեցիր տղա ջան, եթե մեր ջահելների մեծ մասը քեզ նման մտածեն, չէ, մենք շատ շուտով հզոր երկիր կդառնանք։ Ես վստահ եմ շատերը տենց են մտածում քերլի թորոս, բայց ես գնամ քերլի թորոս, դու ինչ-որ բան մտածի, որ ես քանից տեղ եմ երկու հատ գռազ գանք, էլի։ Աչքիս վրա ցավը տանեմ, դե գնա ցավը տանեմ, գնա։ Ես ինչ լավ բան ասեց արա։ Մարդ իր բերանով ասում է արի հետս կռազարի։ Ոյնց ես դրա խոսքը գետնով տամ, հա։ Դե մտածի թորոս, մտածի ինչ կռազ գաս, որ մի բան կապնի, հա։ Ախր ես նախշուն գրքին հասկանում եմ։ Ինքը ուզում է քեզ ամեն ինչով ապահովի, իսկ այստեղ աշխատելով չի կարողանում։ Դրա համար ուզում է գնա Վորոնեժ։ Ես եղածով եմ բավարարված, բայց ոչ մի Վորոնեժ չեմ ուզում գնամ։ Համելով ասել, որ ես ամբողջ կյանքս դպրոցում եմ սովորելու։ Հեսա կավարտեմ, համալսարան կընդունվեմ, ուրիշ լավ աշխատանք կգտնեմ, համ կաշխատեմ, համ կսովորեմ։ Մամային էլ կողքից կօգնեմ։ Ինձ թվում է երկուսով հաստատ գլուխ կհանենք։ Իսկ որ այդ մասին ասեցիր մամայդ ինչ ասեց։ Փորձում էր համոզել, բայց չկարողացավ։ Պատկերացնում եմ հիմա ինչքան բարկացած է քո վրա։ Չգիտեմ ինչքան ուզում է թող բարկանամ, ես արդեն իմ որոշումը կայացրել եմ ու ասել եմ, որ ոչ միտեղ չեմ գնալու։ Շուշիս, եթե ասենք մաման խոսի հետ,
Ինչ խոսի մար։ Դե համոզի որ դու մնաս։ Մեր տան էլ կապրես, պատկերացնես ինչ հավես կլինի։ Հա գիտեմ մար, շատ հավես կլինի, բայց մաման ավելի շուտ իր գնալու մտքից հետ կկանգնի, քան ինձ այստեղ մենակ կթողնի։ Լավ շուշ, տրամադրությունդ մի գցի, հաստատ ամեն ինչ իր օգուտ քեզ ա լինելու։ Իմ օգուտը իմ հայրենիքում մնալը կլինի։ Համ էլ ես արդեն իմ որոշումը կայացրել եմ ու չեմ պատրաստում հետ կանգնեմ։ Մար համ էլ Լերիկը ինչ եկել է, ամեն ինչ փոխվել է, այնքան երջանիկ եմ, ոնց որ ամբողջ աշխարհի կեսը ինձ տված լինեն։ Հա, զգում եմ։ Ու համ էլ այսքանից հետո ես ոնց կարամ այս ամեն ինչ թողնեմ ու գնամ։ Դե բացի դրանից էլ եթե Էրիկը եկած չլիներ, ես իմ հողը քեզ, Միշոյին, բոլորին հաստատ չեմ թողնի գնամ։ Մի տեսակ առանց ձեզ ինձ չեմ պատկերացնում։ Հանգիստ եղի, լավ կլինի։ Կինախում բարև ձեզ։ Բարև, Դուխիկ ջան։ Էս իմ պարտքը։ Սա ինչ պարտ կա։ Երեք հյութ խմեցի, մանր չունեի, այսօր բերել եմ։ Հա, այ ասեցիր հիշեցի։ Դե սպասի տետրակում նշեմ, որ դու պարտքը վերադարձրել ես։ Հեսա Դուխիկ։ Հա, այս արդեն պարտքի ցուցակել կա, հա։ Դե ինչ մեղքս թաքցնեմ, հա, կա։ Վերջ, դու էլ պարտք ու պահանջ չունես։ Շատ լավ է, խիղճս հանգիստ կլինի, ես գնացի։ Դուխիկ, այդ երեք դու ես ինձ հարվածել կոմոդ է այսօր տեսողության խնդիր։ Չէ, ես տեսողությունից չեմ բողոքում, ուղղակի չէի նկատել, որ տեսած ունեի կհարցնեի ոնց ես։ Էլի ուշ չի, մի հատ գոնե բարևի, իմացի երեկվա մահափորձից հետո ոնց եմ ինձ զգում։ Դե պատմի տեսնեմ, ոնց ես։ Ինչ պատմեմ, թե երեք ոնց եմ ամբողջ օրը գլխացավից տառապել։ Իրականում ես ինձ շատ վատ եմ զգում երեկվա կատարվածի հետ կապված, բայց հիմա ուզում եմ քեզ ուրիշ բան հարցնել։ Ինչ։ Էն թե դու ինչ ես ուզում Ֆարադեից, ինչ պլաններ ունես իր հետ կապված։ Ինչ եղավ Էլեն ջան։ Դուխիկ ջան, ուզում եմ հասկանամ այն ինչը որ ասում էի լուրջ էիր ասում, թե պարզապես տրամադրությունս էիր ուզում բարձրացնել երեկվա կատարվածից հետո։ Չէ, ես լուրջ եմ հարցնում։ Լուրջ։ Գժվել ես դու Դուխիկ։ Ասենք մի հատ ինձ նայի, Ֆարադեին հիշի։ Ես ինչ պետք է ուզեմ Ֆարադեից։ Այդ դեպքում ինչի համար ես իրան հետապնդում։ Ես եմ հետապնդում Ֆարադեին։ Դուխիկ, ես իհարկե չեմ հասկանում, թե ինչի են քո գլխի մեջ նման հարցեր ծագելու եկել ես հարցնում ես ինձ։ Բայց այն ինչը որ երեք դու տեսել ես, պարզապես պարտքի հատուցում էր։ Չհասկացա։ Ֆարադեյը քեզ փողա պարտք։ Չէ, Ֆարադեյը ինձ փող պարտ չի։ Ուղղակի Ֆարադեյը օգնել է, որ իմ մեքենայի անբադողը փոխենք։ Ես էլ օգնել եմ աչքի փուշը հանել, ինչ կա դրա մեջ։ Չեմ հասկանում դու ոնց կարայիր մտածել, որ իմպես կինը կարա Ֆարադեյին հետապնդի։ Հենց տենց, որովհետև Ֆարադեյը իրականում շատ բարի, նրբանկատ, խելացի, ռոմանտիկ մարդ է, ու դու դա նկատել ես։ Հետո այն, որ դու նկատելով նրա բոլոր արժանինքները, փորձում ես վայրենաբար նրա սիրտն ու հոգին նվաճես։ Չէ, դու կատակ ես անում։ Հետո այն, որ ես նկատել եմ, որ դու իրան հավանում ես, իսկ ինքը քեզ ոչ, ու դա քեզ բարկացնում է։ Դե արի է, ասում ու գնում ես։ Հա, ու եթե հանկարծ Ֆարադեյին նեղացնես, ես հետ կգամ, հասկացար։
Ուրեմն ես Ֆարադեյով հետաքրքրված եմ, իսկ Ֆարադեյը ինձ չի նկատում։ Շատ հետաքրքիր է։ Իրոք լուրջ էր ասում։ Ինքը ինչ իր ցնդած պաշտպանը, հա։ Այսօր թեժգի ծահազանգ էր ստացվել, որ տվյալ դասարանի աշակերտուհի Մարիա Արևշատյանը իր մոտ պահում է այսօրվա գրավորի պատասխանները։ Հիշում ես չէ, որ երեխաները թեստային աշխատանք պետք է գրեին։ Ինչ որ անհասկանալի պատճառով թեստի պատասխանները հայտնվել են Մարիայի պայուսակի մեջ։ Ոնց ես ինչ ես ասում։ Տիկին Լանջան, այդ դեպքում պետք է այնպես անել, որ այսօրը միայն ձեր կարիերայի ամենամռայլ օրը չլինի, այլ նաև Արևշատյանի։ Այդ դասարանի աշակերտներին պետք է ցրել տարբեր դասարանների միջև, իսկ Արևշատյանին պետք է գրավոր նկատողություն տալ։ Արա թողեք, արա։ Արա ես քեզ ծածկացնել որ մենք իկո։ Արևշատյան, ինչ է պատահել։ Ճիշտ ասած, Տիկին Լանջանի բոլորիդ կանչում են իր աշխատասենյակ։ Հասա դավո։ Չոպտիկո են Ջորջին վերցու տղեկովիչեք դպրոցի հետև։ Ինչի Միշոն ուզում է շարունակի կռիվը։ Չէ, արա ինչ կռիվ։ Եկեք խոսալու բան կա։ Բարև ձեզ, բարև Շահնազարյան։ Բարև։ Ես էլ քեզ էի սպասում։ Ինձ? Իրականում մեր մոտ Տիկին Արևշատյանի դասն է, պիտի գնամ դասարան։ Ձեր դասարանցիներն հիմա տնօրենի աշխատասենյակում։